Ողջույն բոլորին։ Երբևէ մտածել եք ինչն է իրականում բերում հաջողության, անդադար քրտնաջան աշխատանքը, թե խելացի մոտեցումը։ Դե այսօր մենք հենց դա ենք պարզելու, ինչու է կույր ջանքը շատ հաճախ ուղղակի ժամանակի կորուստ։ Պատկերացրեք այս իրավիճակը։ Դուք առավոտյան առաջինն եք գալիս աշխատանքի, երեկոյան վերջինը գնում։ Թվում է, թե ձեզնից շատ ոչ ոք չի աշխատում, բայց ամսվա վերջում նայում եք արդյունքներին ու տեսնում, որ էլի տեղում եք դոփում։ Ծանոթ զգացողություն է, չէ՞։ Եթե այո, ուրեմն դուք ամենայն հավանականությամբ ընկել եք աշխատամոլից ուղակը։ Եվ այսօրվա մեր զրույցը հենց ձեզ համար է։ Որպեսզի այս ամենը ավելի լավ հասկանանք, եկեք սուզվենք մի պատմության մեջ։ Ծանոթացեք Թոմասի հետ։ Նա մի ֆերմեր էր, որը սրտանց հավատում էր մի բանի՝ հաջողության հասնելու միակ ճանապարհը մահու չափ աշխատելն է։ Պատկերացրեք նրա օրը։ Նա արթնանում էր, երբ դեռ բոլորը քնած էին, առավոտյան ժամը 4-ին։ Ոչ մի տեխնիկա, ոչ մի օգնական։ Ամեն ինչ անում էր իր ձեռքերով, որովհետև նրա կարգախոսն էր հաջողությունը զոհողություն է պահանջում։ Նրա համար մշտական հոգնածությունն ու կոշտացած ձեռքերը ոչ թե խնդիր էին, այլ հպարտության նշան։ Բայց այստեղ է ամենահետաքրքիրը։ Նրա հարևանը Ռիչարդը աշխատում էր օրական ընդամենը 6 ժամ, այսինքն Թոմասից 2 անգամ քիչ, բայց նրա բերքը 2 անգամ ավելի շատ էր։ Ինչպես։ Այս հարցը Թոմասին ուղղակի խելագարեցնում էր։ Մի կողմում 12 ժամ տանջանքն է, մյուսում 6 ժամ խելացի աշխատանքը։ Տարբերությունն ակնհայտ է։ Եվ երբ թվում էր, թե իրավիճակն ավելի վատ լինել չի կարող, սկսվեց դաժան երաշտ։ Դե իսկ Թոմասի լուծումը որն էր, իհարկե, ավելի շատ աշխատել։ Նա սկսեց արթնանալ ոչ թե 4-ին, այլ գիշերվա 3-ին, որ դույլերով ջուշ կրի դաշտերը ջրելու համար։ Նա իրեն հասցրեց ֆիզիկական ուժասպառության եզրին։ Եվ բնականաբար դա երկար չէր կարող տևել։ Մի օր Թոմասը պարզապես ուշաթափվեց հենց դաշտի մեջտեղում։ Բժշկի խոսքերը շատ դաժան էին, բայց շատ անկեղծ։ Պարոն Թոմաս, ձեր օրգանիզմն այլևս չի դիմանում։ Եթե այսպես շարունակեք, դուք հաջորդ բերքը չեք տեսնի։ Սա այլևս աշխատանք չէր, սա ինքնավոչնչացում էր։ Այս պահին, երբ Թոմասն արդեն հասել էր հատակին, նա վերջապես արեց այն, ինչ պետք է աներ շատ վաղուց։ Խոնարհվեց ու գնաց իր հաջողակ հարևանի Ռիչարդի մոտ պատասխաններ փնտրելու։ Իսկ Ռիչարդը իմաստուն մարդ լինելով նրան դասախոսություն չկարդաց։ Փոխարենը մի պարզ առակ պատմեց։ Նա ասաց. «Թոմաս, պատկերացրու 2 փայտահատի, որոնք մրցում են իրար հետ։ Հիմա նայեք, սա շատ պարզ է, բայց հանճարեղ։ Առաջին փայտահատը ունենալով բութ կացին 12 ժամ շարունակ անիմաստ հարվածում է ծառին, հոգնում է ուժասպառ լինում, բայց քիչ ծառ է կտրում։ Իսկ մյուսը. նա աշխատում է ավելի քիչ, բայց ուշադրություն դարձրեք, ժամանակ առ ժամանակ դադար է տալիս ու սրում իր կացինը։ Արդյունքում կտրում է 2 անգամ ավելի շատ ծառ։ Եվ այստեղ Ռիչարդն ասաց այն խոսքերը, որոնք ամեն ինչ փոխեցին Թոմասի համար։ Դու տարիներ շարունակ կտրում ես բութ կացնով, զարմանալով, թե ինչու են ձեռքերդ առնահոսում, բայց ծառը չի ընկնում։ Այդ պահին Թոմասը հասկացավ. ինքը հենց այդ բութ կաչինով փայտահատներ։ Իհարկե, Ռիչարդի հաջողությունը ոչ մի կախարդանքի հետ կապ չուներ։ Ամեն ինչի հիմքում ընկած էր 3 շատ պարզ սկզբունք, որոնք Թոմասն ուղղակի անտեսում էր։ Եկեք դրանք միասին քննարկենք, որովհետև սա է ամբողջ պատմության բանալին։ Առաջինը եւ թերևս ամենակարևորը, համակարգերը ավելի կարևոր են, քան կույր ջանքը։ Ինչու դույլերով ջուր կրել, եթե կարող ես խողովակաշաշ կառուցել։ Երկրորդ՝ կենտրոնացումը։ 5 տարբեր գործ անելու եւ բոլորում միջակ լինելու փոխարեն ավելի լավ է լինել փայլուն 2 գործում։ Եվ երրորդ մի բան, որը մենք բոլորս անտեսում ենք, հանգիստը թուլություն չէ։ Այն ռազմավարության մաս է։ Հիշեք, հոգնած ուղեղը սխալ որոշումներ է կայացնում, իսկ հանգստացածը նոր հնարավորություններ է տեսնում։ Եվ այս խոսքերը Թոմասի համար ամեն ինչ փոխեցին։ Նա տուն գնաց ոչ թե նորից դաշտը փորելու, այլ մտածելու, իր կացինը սրելու։ Ու տեսեք, թե ինչպես սկսվեց նրա փոխակերպումը։ Առաջին օրը նա ընդհանրապես դաշտ չմտավ։ Փոխարենը 4 ժամ ուսումնասիրեց ողոքման համակարգեր։ Հետո վաճառեց իր 5 գործիքներն ու մի պարզ համակարգ գնեց, ու արդյունքը օրական 6 ժամ ջուր քրելը դարձավ ընդամենը 20 րոպե։ Պատկերացնում եք տարբերությունը։ Իսկ հետո կենտրոնացավ միայն 2 ամենաշահութաբեր մշակաբույսերի վրա։ Իսկ ինչ եղավ 6 ամիս անց։ Արդյունքները պարզապես ցնցող էին։ Նայեք այս համեմատությանը։ Նրա նոր բերքը ոչ թե պարզապես լավն էր, այլ 40%-ով ավելին էր, քան իր ամենալավ տարիներին։ Եվ ամենաանհավանականը գիտեք որն է։ Այս ռեկորդային բերքը նա ստացավ աշխատելով օրական ընդամենը 7 ժամ, նախկին 15-ի փոխարեն։ Կեսից էլ քիչ։ Դե հասկանալի է, որ Թոմասի պատմությունը միայն հողագործության մասին չէ, սա բոլորիս մասին է։ Սա մի ծուղակի մասին է, որի մեջ մենք բոլորս կարող ենք ընկնել։ Այնպես որ հիմա եկեք այս ամենը կիրառենք հենց ձեր կյանքում։
Եվ այսպես ես ձեզ մարտահրավեր եմ նետում։ Այս շաբաթ մի պահ կանգ առեք ու մտածեք. ո՞րն է ձեր անձնական բութ կացինը։ Ո՞րն է այն մի գործը, որի վրա ամեն օր ժամեր եք ծախսում, լինի դա աշխատանքի մեջ, թե տանը, բայց արդյունքը ձեզ չի գոհացնում։ Միգուցե կա ավելի խելացի լուծում, միգուցե ժամանակն է կացինը սնելու։ Միշտ հիշեք այս պարզ, բայց հզոր ճշմարտությունը. ռազմավարությունը միշտ հաղթում է հյուծվածությանը։ Ձեր լավագույն գաղափարները, ձեր լավագույն որոշումները ծնվում են ոչ թե այն ժամանակ, երբ դուք ուժասպառ եք, այլ երբ ձեր միտքը պարզ է ու հանգիստ։ Այնպես որ դադարեք անիմաստ թափահարել բութկացինը։ Ժամանակն է այն սրել։